Ինչ կանեիք դուք, եթե ձեզ ապրելու ընդամենը մի քանի ամիս մնացած լիներ և ունենայիք խնամքի կարիք ունեցող 3 տարեկան որդի։ Ֆիլմը պատմում է անբուժելի հիվանդ հոր, իր փոքրիկ տղայի համար համապատասխան ընտանիք գտնելու հանդարտ, բայց հուզիչ ճանապարհորդության մասին։ Սա խորը հուզիչ պատմություն է սիրո, զոհողության և հրաժեշտի անտանելի ծանրության մասին։ Սա միայն մահվան մասին չէ, սա այնպիսի սիրո մասին է, որը երբեք չի հեռանում։ Ողջույն, ընկերներ, բարի գալուստ էդ սթորի։ Սա ոչ մի առանձնահատուկ տեղ ֆիլմն է։ Ամեն ինչ սկսվում է մի փոքրիկ դրվագից, տղան տեսավ, որ հայրը մինչև վերջ չի կերել իր յոգուրտը և ձեռքը մեկնեց այն վերցնելու, անսպասելիորեն հայրը խլեց այն և խստորեն զգուշացրեց տղային չդիպչել ոչ մի բանի, ինչն ինքն արդեն կերել էր, տղան չգիտեր, որ հայրն իրականում փորձում էր պաշտպանել իրեն, Ջոնը պատուհան լվացող էր, ում մոտ անբուժելի հիվանդություն էր ախտորոշվել։ Նա ապրելու 3 ամսից պակաս ժամանակ ուներ, բայց որդին ընդամենը 3 տարեկան էր։ Ջոնը չէր համարձակվում հայտնել նրան այդ լուրը և կարող էր միայն ձևացնել, թե ամեն ինչ սովորական է, շարունակելով խնամել որդուն։ Սովորաբար նա սանրում էր որդու մազերը և գիրք կարդում նրա համար, սպասելով մինչև որդին քնի, որպեսզի գաղտնի ընդունի իր տեղերը։ Նա գիտեր, որ իր ժամանակը կարճ է, և ամենակարևորն այժմ որդու համար որդեգրող ընտանիք գտնելն էր։ Նա գտավ որդեգրման գործակալությունը և բացատրեց իր իրավիճակը։ Շուտով նա հանդիպեց առաջին պոտենցիալ որդեգրող ընտանիքին։ Նրանք միջին խավից էին, նրանք ունեին ընդարձակ առանձնատուն արվարձանում և մեծ ֆերմա։ Ջոնը շատ գոհ էր և մտածում էր, որ եթե Մայքլը մեծանա այստեղ, նա հաստատ ավելի լավ ապագա կունենա, քան ինքը։ Սակայն նրանց զրույցի ընթացքում տանտերը թվում էր վերահսկողության մոլուցքով տառապող մարդ։ Նա նշեց, որ ապագայում Մայքլը պետք է տեղափոխվի էլիտար դպրոց, նույնիսկ երբ Ջոնն ասաց, որ Մայքլը նախընտրում է իր ներկայիս դպրոցը, Ջոնը գիտեր, որ Մայքլը երջանիկ մանկություն չի ունենա, ապրելով վերահսկող ծնողների հետ։ Տուն վերադառնալու ճանապարհին նա հարցրեց Մայքլին. Արդյոք նա ուզում է ապրել այն շքեղ տանը, ուր հենց նոր այցելել էին։ Մայքլը պատասխանեց, որ իրեն դուր է գալիս իրենց ներկայիս տունը։ Լսելով այս պատասխանը, Ջոնը դառնության և ուրախության խառը զգացումներ ունեցավ։ Որդեգրման գործակալությունը առաջարկեց Ջոնին պատրաստել հիշողության տուփ, որտեղ նա կարող էր տեղավորել իր իրերը կամ հաղորդագրություն թողնել։ Երբ Մայքլը դառնար 18 տարեկան, նա կկարողանար բացել այն և նորից զգալ հոր ջերմությունը։ Սակայն Ջոնը խիստ դիմադրում էր այդ գաղափարին։ Ինչու նա պետք է իմանա, որ որդեգրված է։ Մենք նրա համար կգտնենք մի ընտանիք, որը կլինի նրա ընտանիքը։ Նրա միակ ընտանիքը։ Դուք նույնիսկ ստիպված չեք լինի հիշել, թե որքան անպետք էին նրա ծնողները։ Նրա մայրը լքում է նրան, իսկ հետո հայրը մեռնում է։ Նկատի ունեմ, դա հաստատ կկործանի նրան։ Տանը, նայելով իր փոքրիկ որդուն, նա ձևացնում էր, թե ամեն ինչ նորմալ է։ Նա Մայքլին տարավ այգի խաղալու և պաղպաղակ ուտելու, ցանկանալով հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրա հետ։ Բայց տեսնելով այգում իրենց երեխաների հետ ֆուտբոլ խաղացող հայրերին, նա նախանձ զգաց։ Նա չէր կարող ականատես լինել Մայքլի մեծանալուն։ Այդ օրը Ջոնը գնաց աշխատանքի և պատուհանից նայեց այլ մարդկանց տների երեխաներին։ Սրված խաղալիքները և բակի սահնակը նրան դառնություն պատճառեցին։ Նա նույնպես ցանկանում էր Մայքլին նման մանկություն նվիրել։ Հաջորդ օրը նա Մայքլին տարավ երկրորդ պոտենցիալ որդեգրող ընտանիքի մոտ։ Նրանք սիրող, միջին տարիքի զույգ էին, լավ բնավորությամբ և ներդաշնակ հարաբերություններով։ Ամուսինը սիրում էր կատակել և միշտ կայտառ էր, իսկ կինը հմուտ էր թխվածքներ պատրաստելու մեջ։ Զույգը միշտ երեխա էր ցանկացել, բայց չէին կարողացել ունենալ։ Նրանք արդեն 3 տարի էր, ինչ որդեգրել էին մի փոքրիկ աղջնակի և ունեին հրաշալի տնային ճագար։ Պայմանները բավականին լավ էին, բայց միակ խնդիրն այն էր, որ տղամարդը շատ էր վախենում շներից, իսկ Մայքլը միշտ շուն էր ուզում ունենալ։ Վերադարձի ճանապարհին մեքենայի մեջ Ջոնը հարցրեց Մայքլին, թե արդյոք նա կցանկանար դրա փոխարեն տնային ճագար ունենալ։ Բայց Մայքլն ասաց, որ դեռ շուն է ուզում։ Թվում էր, թե Մայքլին և այդ ընտանիքին վիճակված չէր լինել միասին։ Այդ օրը Մայքլը ծառի տակ սատկած բզեզ գտավ։ Նա հետաքրքրված էր և հարցրեց հորը, թե ինչու բզեզը չի շարժվում։ Ջոնն ասաց, որ այն մահացել է, որդին հարցրեց, թե ինչ է նշանակում մահը։
Ջոնը մտածեց, որ սա կարող է լավ հնարավորություն լինել որդուն բացատրելու մահը և ոչ թե պարզապես հեքիաթ հորինել, նա ասաց, որ այս աշխարհի բոլոր էակները ծերանում ու մեռնում են։ Նրանց հոգիները լքում են իրենց մարմինները, և ի վերջո մարմինները դանդաղ քայքայվում են։ Մայքլը նման վաղ տարիքում դեռ լիովին չէր հասկանում մահվան իմաստը։ Ջոնի առողջական վիճակն ավելի ու ավելի էր վատանում։ Մի օր աշխատանքի ժամանակ սուր ցավի հանկարծակի պոռթկումը համարյա ստիպեց նրան կորցնել գիտակցությունը։ Նա սեղմեց ատամները և դիմացավ ցավին։ Բայց գործատուն կարծեց, թե նա ծուլանում է և միտումնավոր մեծ գումար պահեց նրա աշխատավարձից։ Ջոնը գնաց հիվանդանոց և նրա վիճակը վատթարացավ։ Նրան ընդամենը 1 ամիս էր մնացել։ Նա ձվով կեղտոտեց իր գործատուի տունը, դուրս թողնելով իր ողջ հուսահատությունը։ Դրանից հետո նա ցանկացավ որոշ ժամանակ անցկացնել Մայքլի հետ խաղալով, բայց հիվանդությունը ստիպեց նրան պառկել բազմոցին։ Հաջորդ օրը նրանք այցելեցին մեկ այլ ընտանիքի՝ խառը միջին խավի տնային տնտեսություն։ Զույգն ուներ 6 երեխա, որոշները կենսաբանական, որոշները որդեգրված։ Ոչ միայն դա, նրանք նաև ունեին շուն, որին Մայքլը սիրեց։ Պայմանները իդեալական էին թվում, և զույգը վստահեցրեց Ջոնին, որ իրենց բոլոր երեխաներին, անկախ կենսաբանական կամ որդեգրված լինելուց, վերաբերվում են հավասարապես և սիրում են ինչպես իրենց սեփականը։ Նրանք նույնիսկ խոստացան, որ Մայքլը կլինի իրենց վերջին որդեգրված երեխան։ Սակայն Ջոնը հայտնաբերեց, որ այդ ընտանիքի երեխաներից մեկը շատ կոպիտ էր, և նույնիսկ ամենափոքր երեխան, 5 տարեկան, թշնամաբար էր տրամադրված Մայքլի նկատմամբ։ Այսպիսով, Ջոնը մերժեց այս ընտանիքի առաջարկը։ Ջոնը գոհ չէր 3 ընտանիքներից էլ։ Նա գնաց որդեգրման գործակալություն, տեսնելու, թե արդյոք կարող է Մայքլին հանձնել իր մորը։ Աշխատակիցն ասաց, որ նա, ով նախկինում լքել է երեխային, հավանաբար նորից կլքի նրան։ Ուստի նրանք չեն կարող դիմել այդ ռիսկին։ Աշխատակիցը հիշեցրեց նրան, որ ժամանակը սպառվում է, և նա պետք է շուտ որոշում կայացնի։ Ջոնը լռության մեջ ընկավ, նա իրականում քմահաճ մարդ չէր, բայց չէր կարող չցանկանալ լավագույնը իր որդուն։ Շուտով նրանք հասան 4-րդ ընտանիքին։ Այս ընտանիքը մի փոքր հատուկ էր, քանի որ բաղկացած էր միայն մի կնոջից։ Պարզվեց, որ նա երիտասարդ տարիքում պատահաբար հղիացել էր և ծնողների խորհրդով երեխային հանձնել էր որդեգրման։ Նա այդ ժամանակվանից ի վեր զղջացել էր այդ որոշման համար, հատկապես երբ բժիշկն ասել էր նրան, որ նա այլևս չի կարող երեխա ունենալ, հետևաբար նա ցանկանում էր երեխա որդեգրել։ Բայց նրա ամուսինը չէր ցանկանում, ուստի նրանք բաժանվել էին։ Զրույցի ընթացքում Ջոնը հստակ զգում էր, որ կինն անկեղծորեն սիրում է երեխաներին։ Նա կռանում էր և խոսում Մայքլի հետ, հարցնելով նրա առօրյա կյանքի մասին։ Այնուամենայնիվ, Ջոնը գիտեր, թե որքան դժվար է միայնակ ծնողի համար հոգ տանել երեխայի մասին։ Նա դեռ ցանկանում էր Մայքլի համար գտնել ամբողջական ընտանիք։ Հենց այդ պահին Մայքլը հարցրեց կնոջը, թե արդյոք նա նույնպես կմեռնի։ Սենյակում գտնվող մեծահասակները քարացան և Ջոնը զգացմունքների պոռթկում ապրեց։ Նա զգում էր, որ Մայքլը դեռ ոչինչ չի հասկանում։ Նաև զգում էր, որ Մայքլն արդեն ամեն ինչ գիտի։ Տուն վերադառնալու ճանապարհին Ջոնը տեսավ մի երեխայի, ով միայնակ գնում էր դպրոց։ Նայելիս նա զգաց, կարծես ապագայում տեսնում է Մայքլին։ Դա ամրապնդեց նրա վճռականությունը, գտնելու լավագույն ընտանիքը Մայքլի համար մինչև իր մահանալը։ Շատ չանցած, նրանք հասան 5-րդ ընտանիքին։ Այս զույգը շատ հարուստ էր և բարեհամբույր էր թվում։ Հենց որ նրանք մտան տուն, տղամարդը Մայքլին նվիրեց նապաստակ տիկնիկ, այնուհետև նրանք ցույց տվեցին տունը։ Զրույցի ընթացքում Ջոնն իմացավ, որ զույգն ի վիճակի է երեխա ունենալ, բայց չի ցանկանում, քանի որ դա կազդի իրենց կյանքի որակի վրա։ Այսպիսով, նրանք որոշել էին երեխա որդեգրել որպես նոր փորձառություն իրենց կյանքում։ Երբ Ջոնը լսեց այս պատճառը, նա անհանգստություն զգաց, երբ նրանք հեռանում էին։ Կինը հայացքով նշան արեց ամուսնուն և վերջինս գնաց հետ վերցնելու նապաստակ տիկնիկը։ Այդ պահին Ջոնը հասկացավ, որ չի կարող Մայքլին թողնել այս ընտանիքի հետ։ Եթե նրանք չէին կարող նույնիսկ խաղալիքով կիսվել, ինչպես կարող էին ավելի լավ կյանք ապահովել իր որդու համար։ Տուն վերադառնալու ճանապարհին Մայքլը հանկարծ հարցրեց Ջոնին. «Հայրիկ, ինչ է որդեգրելը»։ Ջոնը ապշել էր, նա բացատրեց. Որդեգրումն այն է, երբ մայրիկն ու հայրիկը չեն կարողանում հոգ տանել երեխայի մասին։ Ուստի նա կարող է գնալ և ապրել 2 նոր լավ ծնողների հետ։ Սա լսելուց հետո փոքրիկ Մայքլը հաստատակամորեն ասաց. «Ես նոր ծնողներ չեմ ուզում»։ Հետո նա բաց թողեց Ջոնի ձեռքը և քայլեց ուղիղ գծով։ Այդ պահին Ջոնն զգաց, կարծես տեսնում է Մայքլին, ով միայնակ քայլում է կյանքի լարի վրայով։
Երբ նրանք վերադարձան տուն, Ջոնը սկսեց ուղիղ գծով քայլել ճանապարհին, ճիշտ այնպես, ինչպես Մայքլն էր անում, բայց մի քանի քայլ հետո նրա մարմինն այլևս չդիմացավ։ Հիվանդությունը ստիպել էր նրան կորցնել հավասարակշռությունը։ Ջոնը գիտեր, որ հասնում է իր ավարտին, նա սկսեց հաճախակի փսխել, իսկ ըմպելիք լցնելիս ձեռքերը անվերահսկելիորեն դողում էին։ Նա վախենում էր, որ իր հիվանդությունը կազդի Մայքլի վրա։ Ուստի արգելեց նրան օգտագործել նույն սպասքը։ Մայքլը նկատեց այս բոլոր փոփոխությունները։ Կարծես չցանկանալով, որ հայրը հեռանա, Մայքլը սկսեց ընդվզել։ Նա հրաժարվում էր նոր պիժամա հագնել և չէր ցանկանում լսել մահվան մասին պատմություններ։ Ջոնը նրան պատժեց և ի նշան բողոքի, Մայքլը դուրս նետեց իր բոլոր նոր իրերը։ Տեսնելով սա, Ջոնը չկարողացավ չժպտալ։ Ամեն ինչ լռությամբ հանդուրժելու փոխարեն, գոնե Մայքլը գիտեր, թե ինչպես արտահայտել իր հույզերը։ Հաջորդ օրերին Ջոնը սկսեց պատրաստվել իր սեփական մահվանը։ Նա այցելեց գերեզմանատուն, իր նոր տունն ապահովելու համար։ Վաճառեց մեքենան և կարգավորեց աշխատանքային հարցերը, այնուհետև նա Մայքլին տարավ զվարճանքների այգի, նրանք ավտոդրոմ գնացին և բամբակե քաղցրավենիք կերան, փորձելով այն բոլոր զբաղմունքները, որոնք միշտ ցանկացել էին փորձել, բայց երբեք չէին արել։ Գիշերը նա Մայքլի համար մահվան մասին պատկերազարդ գիրք կարդաց։ Վերջապես նա որոշեց սովորեցնել Մայքլին, թե ինչպես ընդունել իր մահը, ինչպես պզեզներ թողել իր մարմինը։ Մի օր շուտով քո հայրիկը կլքի իր մարմինը, բայց ես միշտ քո կողքին կլինեմ օդում և արևի լույսի մեջ, որը տաքացնում է քեզ, դու ինձ չես տեսնի, բայց կարող ես խոսել ինձ հետ, դու կարող ես զգալ ինձ քո սրտում։ Ջոնի բացատրության շնորհիվ Մայքլը վերջապես հասկացավ մահվան իմաստը։ Մարմինն անհետանում էր, բայց սերը մնում էր սրտում։ Այդ գիշեր, երբ Մայքլը քնեց, Ջոնը սկսեց պատրաստել հիշողության տուփը։ Նա գրեց 15 նամակ։ Մայքլը ամեն տարի իր ծննդյան օրը պետք է ստանար նրանցից մեկը։ Նա տուփի մեջ դրեց իր իրերը և Մայքլի մոր միակ լուսանկարը։ Այդ պահից սկսած, այս իրերն ու նամակները կլինեին կապը նրա և Մայքլի միջև։ Փողոցը ցուրտ էր և հանդարտ։ Վաղ առավոտյան Ջոնն ու Մայքլը ավտոբուսով գնացին որդեգրող ընտանիքի տուն, Մայքլը սեղմեց դռան զանգը։ Երբ դուռը բացվեց, դուրս եկավ այն միայնակ կինը, նա նախ ողջունեց Ջոնին, ապա դանդաղ կռացավ, որպեսզի տեսնի Մայքլի դեմքը։ Այնքան հաճելի է քեզ նորից տեսնել, ասաց նա։ Մայքլը չպատասխանեց, այլ փոխարենը շրջվեց և նայեց հորը։ Այդ պահին հայրը նույնպես ժպտալով նայում էր նրան։ Վերջապես, մեծ ձեռքը բռնեց փոքրիկ ձեռքը, և ֆիլմն ավարտվում է։ Այս ֆիլմը, որը հիմնված է իրական պատմության վրա, ցույց է տալիս այն հոր ցավն ու ուժը, ով ոչինչ չէր ուզում բացի իր որդու համար ապահով ապագայից։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, չմոռանաք հավանել, մեկնաբանել և բաժանորդագրվել Էդ Սթորի ալիքին։ Շնորհակալություն դիտելու համար։